Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 9։ Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար փրկիչ ծնվեց, որ է օծյալ Տերը։ Ղուկաս 2:11 խոսք։ Հրեշտակները նորածին փրկչի ավետաբերներն էին, սակայն նրանք ուղարկվեցին միայն մի քանի աղքատ, խոնարհ, աստվածապաշտ և աշխատասեր հովիվների մոտ, որոնք զբաղված էին իրենց գործով, հսկելով իրենց հոտը։ Երբ ազնիվ աշխատանքով ենք զբաղված և այդ աշխատանքի մեջ ենք մնում Աստծո հետ, մենք հեռու չենք լինում աստվածային այցելություններից։ Թող Աստծուն լինի այս գործի ամբողջ փառքը, փառք Աստծուն բարձրունքներում։ Աստծո բարեհաճությունը մարդկության նկատմամբ, որը բացահայտվեց փրկչի ծնունդով, գովեստ է բերում նրան։ Աստծո մյուս գործերն էլ են նրա փառքի համար, բայց աշխարհի փրկagorցությունը նրա գերագույն փառքի համար է։ Այստեղ խաղաղություն նշանակում է այն ամբողջ բարին, որը հոսում է դեպի մեզ Քրիստոսի կողմից մեր բնույթը իր վրա վերցնելուց հետո։ Սա հավատարիմ խոսք է, հաստատված անթիվ հրեշտակների կողմից և արժանի է լիակատար ընդունման, որ Աստծո բարեհաճությունը մարդկանց հանդեպ նշանակում է փառք Աստծուն բարձրունքներում և խաղաղություն երկրի վրա։ Հովիվները ժամանակ չկորցրեցին, այլ շտապեցին փնտրելու մանկանը։ Նրանք համոզվեցին և տարածեցին այս բարի լուրը, որ նա է փրկիչը, այսինքն Քրիստոս Տերը։ Իսկ Մարիամը ուշադիր դիտում և խորհում էր այս բոլոր բաների շուրջ, ինչը մեծապես նպաստեց նրա սուրբ զգացմունքների վերածննդին։ Մենք ավելի ազատ կլինեինք դատողության սխալներից, եթե մեր սրտերում ավելի շատ խորհեինք այս բաների մասին։ Մենք շարունակ լսում ենք, որ մեզ համար ծնվել է Փրկիչը, Քրիստոս Տերը, և դա պետք է լինի ուրախալի ավետիս բոլորի համար։